ընկերներ ջան, դե եկեք հերթական մի հատ սիրուն վլոգ նայենք, էլի։ Անցնենք առաջ, ներկայացնեմ հերթական վլոգը, ոնց տեսնում եմ, ոնց հասկանում ձեզ նմանատիպ բաները ավելի շատ է հետաքրքրում։ Դե ինչ, գնացինք առաջ, այստեղ էլ դեռևս ձուն ա գալու, չգիտեմ։ Վլոգ համար, չգիտեմ որերորդ, պարզապես հետաքրքիր վլոգ։ Unboxing, որը չեմ համբերել, դրսից բացելով նայելով եկել եմ, ուզեցա տեղափոխել նորից ներս, որ բերեմ այստեղ ցույց տամ, իբր նոր եմ բացում, բայց չհասցրեցի, չստացվեց, բացել եմ, չեմ դիմացել, բայց unboxing, գնացինք։ Դե ինչ սիրելի հետևորդներ, սիրելի ընկերներ, տեսեք ինչ մեծ unboxing ունենք, մի հատ մեծ, մանր-մունուրը գալիս է, էլի, բայց այսպես մեծ, առանձին, պատվերը եկել է մենակ սա մեծության համար, այս չափի, եւ ինչ է։ Տնօրենի առիթի հետ կապված որոշեցի, որպեսզի առանձին նվերներ չգնեմ, կարիք է եւ Նարեկի համար սենյակի, ինչպես ասում ենք, ծածկոց, պակրիվար, ով ինչպես կարող եք կցանկանա թող ասի, իմ անկողնում իմ սենյակում կար շատ լավ է եւ որոշեցի առանձին իրենց համար ունենան, հենց այս բագրային պրինտով, ինչպես ասում ենք, տիգրովի տարբերակը, պատվիրել եմ եկել է, դերևս այսօր հունվարի 28-ն է, այսքան շուտ եկել է հասել է, չի եղել, որ այսքան շուտ գար, հիմա ինչ անեմ, պահեմ, ցույց չտամ, չի լինի, կամ թողնեմ, որ տրնդեզի օրը նոր նվիրեն, որ այս ծածկոցը օգտագործեն, դա էլ չի լինի, լավ, բացել եմ, կորոշեմ, երևի հիմիկ բանից, ժամանակից շուտ ես նվերը կփոխանցեմ իրենց սենյակի գեղեցիկ անկողնու համար, նաև իհարկե տաք լինելու համար։ Իսկ իրականում տեսեք ինչ սիրուն է, այս տոպրակները թողնենք մի կողմ, մի հատ նայեք իր հրաշք տարբերակը։ Հեսա բացեմ ամբողջը կտեսնենք, նախապես ասեմ, քանի որ արդեն ուսումնասիրել եմ, չեմ դիմացել, ստացվում է այնպես իմ տիգրովի վագրային պրինտով անկողնու ծածկոցից էլ ավելի լավն է ստացվել, իսկ թվում է ավելի վատը կլինի, ցածր որակ պատվիրել ենք եկել է, ինչ կլինի, ինչ չէ, զարմացած ենք շատ, ամենաընտիր իդեալական տարբերակը մի հատ նայեք, ամբողջը որ բացեմ, չեմ ցանկանում որ հատակին ընկնի, մի հատ տեսեք ինչ հրաշք է, նաև երկու կողմանի, եւ մյուս կողմը եւ այս կողմը, այսինքն երկու գործվածքով, այսպես, իսկ թվում է հասկանալի է, չէ՞։ Ասեք տեսնեմ կարող եմ ցույց տալ։ Այսպես տարբերակ, մի հատ նայեք։ Եզրերը կարված, իսկ չափը ամենամեծ տարբերակը, որ 1.62 անկողնու վրա ամբողջը ծածկում եմ իր բանել իր ավելցուկներով հրաշք։ Մի հատ տեսեք ինչ հրաշք եմ պատվիրել։ Սիրուն, տաք, որակը շատ բարձր։ Դե ինչ, իմ կողմից պատրաստված տրնդերի առիթի նվերը այսքան շուտ եկավ հասավ, ասենք շնորհավոր։ Թող հիմա այն օգտագործեն, չեն կարող սպասել իհարկե։ Իսկ մնացածը, մնացած առումներով մյուս պատվերները ինչեր են գալիս, եկեք թողնենք դա առանձին կնկարահանենք տեղադրեմ, քանի որ վերաբերում է գենդեր փարթիին, աստիճանաբար արդեն կտեղադրեմ այդ տեսանյութ վլոգները։ Դե ինչ, ասենք շնորհավոր, թողնենք այստեղ եւ արագ, շատ արագ տեղափոխվեմ խոհանոց փոքրիկ տորտ պատրաստելու։ Հունվարի 28-ն է, մեր հայոց բանակի օրն է, տղաների տոնն է, մեր հայկական տարբերակով ճիշտը դա է երևի թե գնանք տորտ պատրաստելու, մնացածը այնտեղ կասենք, գնացինք։ Դե ինչ սիրելի հետևորդներ, տեղափոխվեցի խոհանոց, ինչ ենք անում, այսօր փետրվարի 23, ծիծաղալու է, չէ՞։ Բայց իրականում հունվարի 28-ն է, ինչի համար ենք ասում փետրվարի 23, մեր հայ տղաների տոնը հայկական տարբերակով ստացվում է, որ հունվարի 28-ն է իրականում, բանակի տոնն է։ Փետրվարի 23-ը նշում են այն մարդիկ, ովքեր սովետական միության ժամանակ են ծառայել, ավելի մեծահասակները, բայց ստացվում է այնպես, որ հունվարի 28-ից մինչև փետրվարի 23-ը մեր կանանց տարբերակով տղամարդկանց մոտ նույնպես լինում է 1 ամսյա։ Դրա համար ճիշտ է ժամը ուշ է, աշխատանքից եկել էի հոգնած, մի փոքր հանգստացա, բայց արագի մեջ հիմա մի փոքրիկ տորտ պետք է պատրաստենք, փոքրիկ կարելի ասել 3 ձվանի տարբերակով, բայց ձվերի չափը մեծ, որից մեր տորտը էլ ավելի փքուն կստացվի, բայց ընդհանուր փոքրիկ մի տորտ ձևավորենք մի թեթև, պատրաստվենք, որպեսզի երեկոյան մի փոքր ուշ ժամին Նարեկը գա տուն, շնորհավորենք բանակի տոնը, քանի որ ծառայել է մեր հայկական բանակում։ Դե ինչ եմ անում, այս ուշ ժամին հենց հիմա անցնում ենք միասին 3 ձվանի տորտ է պատրաստելու։ Ինչպես տեսնում եք, այստեղ ամենը կա։ Երկար բարակ չեմ խոսի, ամեն անգամ ինչպես ասում եմ, նաև հասկացել եմ, որ իմ պատրաստած բիսկվիտները ձեզ շատ հետաքրքիր են։ Ինչքան նկարահանում եմ, ցույց եմ տալիս, միևնույն է։ Բոլորիդ մոտ հարցեր են առաջանում, էլի եք ուզում տեսնեք, անգամ եթե 3 ձվանի է, կրկին կբացատրեմ, կխոսեմ, այսպես անցնում ենք։ Բիսկվիտը պատրաստելուն, հետո կրևով մի փոքր ձևավորում կանենք, ինչ որ կանենք մինչև վերջ կտեսնեք։ Այստեղ հարիչը, փոքր էմալապատ թասը, քանի որ ասել եք, չէ, միայն էմալապատ կամ պլաստմասայի տարայի մեջ ենք հարում ամբողջ խմորը։
Այստեղ իմ ծուրտիկ մուրտիկ կացսան շատ եմ ասել, չէ, այս մասին, նույնի մեծը եւ փոքրը, բացարձակ չենք նայում, ով ինչ ուզում է թող ասի, ես այն պահում եմ միայն բիսկվիտներ պատրաստելու համար, քանի որ այլումինե այս հնաոճ հին կացսաները իդեալական են, գեղեցիկ, կլոր եւ շատ բարձր որակի բիսկվիտներ հանելու համար։ Այն պահում եմ միայն բիսկվիտներին։ Կաշխատենք կտեսնեք, ահա իմ հանրաճանաչ կացսան։ Այստեղ արյունը, ձուն, սերուցքը, շաքարավազը, լավ, անցնենք առաջ, քանի որ շատ բաներ պետք չեն, պատրաստում ենք, այսքանով ինչպես գիտեք, գնացինք։ Դե ինչ, այստեղ ինչպես արդեն ասացի էմալապատ կացսան, կոտրում ենք 3 ձուն, հա, այս տարբերակով կրկին ձեզ վեր հիշեցնեմ, ձուն կոտրելուց հետո մաքուր ձեռքերով իհարկե մատով հանում ենք ներսի կողմից ձվի կճեպի վրա կպած այն ամենակարևոր ամուր զանգվածը, որը հենց էլ ավելի ամուր եւ որակյալ է պատրաստում բիսկվիտը, ինչպես ասում ենք ճիլ տարբերակը։ Դե այստեղ էլ նախապես պատրաստում եմ մեր ալյուրի մաղման բաժակը։ Ապա 3 ձվին ավելացնում եմ 150 գրամ շաքարավազ, կարող եք նաև ըստ աշկաչափի մի փոքր պակաս կամ ավել չի խանգարի։ Ավելացնում եմ գթալի ծայրով վանիլին, կրկին ըստ ցանկությամբ։ Ապա հարում եմ ամբողջը հարիչով, այս պահի դրությամբ ամենաբարձր արագությամբ։ Քանի դեռ ալյուրը ավելացված չէ, ձուն եւ շաքարավազը միասին պետք է հարել ամենաբարձր արագությամբ, այնքան, որ զանգվածը բարձրանա մի քանի անգամ։ Հարելու հաջորդ հաջողված տարբերակն է տարան մի կողմ թեքելով, որպիսի հարելու ընթացքում ամբողջ ձվի զանգվածը ծածկի հարիչի թաթերը։ Դե ինչ, ապա ալյուրը ավելացնում ենք քիչ-քիչ, հարելով, զանգվածը հարթվելուց հետո կրկին հաջորդ մի քանի գթալը եւ այսպես շարունակ այնքան, մինչեւ ստանանք միջին մեղրածոր խմոր, այսինքն մենք այն կզգանք ծալքերից։ Դե տեսեք, արդեն գրեթե ծալքերը պատրաստ են, որը ապացուցում է միջին մեղրածոր վիճակը։ Խմորը պատրաստ է, հանում ենք հարիչի թաթերը, հա, իմիջիալոց, էլում մոտ կա այս սովորությունը, որ այն հետո համտեսել, ինչպես փոքր երեխա ժամանակ։ Դե ինչ, վերցնում եմ, ինչպես արդեն ասել եմ իմ ծուրտիկ մուրտիկ այլումինե կացսան, իր վրա ձևելով յուղաթուղթը, այնուհետև կտրելով կլորությամբ, տեղադրելով տակի հատվածը խմորը չկպչելու համար։ Դե ինչ, խմորը տեղափոխում ենք կաթսա, այնուհետև տեղափոխելով ջեռոց 100 աստիճան ջերմության տակ, միացնելով սկզբում միայն ներքևամասը։ Էլ ով ունի ինպես այլումինե այսպիսի 5 կաթսաներ, այն իդեալական է պահեք խմորեղենի համար, տեսեք ինչ լավ է ստացվելու։ Մինչ բիսկվիտը կթխվի, ես կնախապատրաստեմ սերուցքի, այսինքն կրեմի պատրաստման գործընթացը։ Սերուցքային կրեմ պատրաստելիս ես պարտադիր ավելացնում եմ 1-ից 2 գթալ շաքարավազ, ինչքան էլ որ այն ունի իր մեջ քաղցրություն, մեզ համար բավական չէ։ Մենք սիրում ենք կրեմը էլ ավելի քաղցր տարբերակով։ Մինչ սերուցքային կրեմը կպատրաստեի, հոտից հասկացա, որ բիսկվիտը արդեն պատրաստ է։ Դե մի հատ նայեք մեր հրաշքին, այսպիսի բան տեսել էիք ընդամենը 3 ձվով։ Զգուշությամբ հեռացնում ենք արդեն յուղաթուղթը։ Եվ իդեալական որակի համար համոզվում կրկին ևս մեկ անգամ։
Ապա վերջնական հարում եմ, ստանում եմ սերուսկային կրեմը, որպեսզի տորթը արդեն ծածկենք կրեմով։ Նախապես խմորեղենի խոզանակով մաքրում ենք ամբողջ փշրանքները, որպեսզի կրեմը տարածելուց այն չխանգարի։ Ապա կտրելով ուղիղ մեջտեղից բաժանում եմ 2 շերտի, այ հիմա իրական որակը մենք կտեսնենք, որպեսզի միջուկում նույնպես տարածեմ կրեմ։ Մի հատ նայեք, էլի, այսպիսի բան տեսել էիք, այսպիսի որակ, ծակոտիներով, ինչպես ասում ենք բրնձի պես փշրվող, փափուկ հրաշք տեսքով, ասեմ նաև իհարկե շատ համեղ։ Անկախ բիսկվիտի լավ փափուկ լինելուց պետք է այն թրջել որևէ քաղցրահամ հյութով, սիրոպ կամ այլ տարբերակներով, որպեսզի չլինի խեղդող։ Այս դեպքում ես վերցնում եմ բնական հյութ։ Ըստ ձեր ցանկությամբ կարող եք ավելացնել կոնյակ, սովորական շաքարի սիրոպ, լուծվող սուրճի տարբերակով եւ ընթացիկ ըստ ձեր ցանկությամբ։ Ապա որից հետո քսում ենք կրեմը։ Նույն կերպ թրջում եմ սիրոպով, այսինքն բնական հյութով նաև վերին շերտը, կրկին ծածկում եմ կրեմով։ Քանի որ նախապես ասել էի, հատուկ մեծ կարևոր ձևավորում չենք կատարելու, պետք է ունենա պարզ հասարակ ախորժելի տեսք, դրա համար պատրաստեմ շոկոլադե հարթակ, այսինքն այն կոչվում է պամատկա, տարբերվում է գլազուր տարբերակից։ Ինչպես եմ այն պատրաստում, հիմա հետևեք։ Մեկ չափաբաժնով վերցնում եմ 1 ճաշի գդալ կամ մի փոքր ավել որակյալ կակաոն, պատրաստելու համար նախընտրելով էմալապատ որևէ պարզ հասարակ կաթսա, ավելացնելով նաև նույնքան շաքարավազ։ Ամբողջը խառնում ենք այնպես, որպեսզի ստանանք համասեր փոշենման զանգված, որի վրա քիչ-քիչ, կարելի է ասել կաթիլներով աստիճանաբար ավելացնում ենք ջուր կամ կաթ, որ խառնելու ընթացքում ստանանք ամուր ցեխանման զանգված։ Ահա ցեխանման զանգվածի պատկերը։ Այնուհետև իր վրա ավելացնում ենք 20-ից 30 գրամ կարագ, այսինքն անգամ փոքր լուցկու տուփի չափից, ապա տեղափոխելով գազօջախին խառնում ենք գդալով այնքան, որ ամբողջը հալի, ձուլվի միասին դառնա համասեր զանգված, բայց երբևիցե չենք թողնում, որ առաջանա եռալու պղպջակներ։ Ահա վերջնական պատկերը, ծորուն համասեր զանգված, մեր իրական պամատկան, որը հենց տաք վիճակով ավելացնում ենք բիսկվիտի վրա։ Կարող եք այն ավելացնել առանց կրեմ տարբերակով, իսկ այս դեպքում ես ավելացնում եմ նախապես կրեմով ծածկված բիսկվիտին։ Ասեմ նաև, որ վերին մասը այս շոկոլադե ծածկույթի տարբերակով նախընտրել է Կարինկան, ինքը սիրում է շոկոլադով տորթեր։ Ապա դիտավորյալ թողնում եմ այնպես, որ առաջացնի ծորանքներ կողքերում, պարզ հասարակ ախորժելի տեսքով։ Վերցնում եմ պարզ հասարակ մեկանգամյա թափանցիկ պոլիէթիլենային տոպրակը, կտրելով, եզրամասում առաջացնելով անցք, որով պետք է ուղղակի շատ պարզ հասարակ ոչ հատուկ ձևավորմամբ տորթի վրա ձևավորենք ինչ-որ գրվածք։
Դե ինչ, երկար բարակ մտածելուց, որոշելուց հետո չգիտեի թե ինչ գրեի, պարզ հասարակ որոշեցի, որ պետք է գրեմ պարզապես բանակի տոն, իսկ մեջտեղում 28, այսինքն հունվարի 28։ Դե ինչ, մեր տոնական, իդեալական, համեղ ախորժերի տորթը պատրաստ է, շնորհավոր բանակի տոն, սիրելի տղաներ։ Իսկ այն էլ ավելի տոնական դարձնելու համար իր վրա տեղադրում եմ 2 կարմիր սրտիկի ձևավորմամբ մոմեր, որը հետո Կարինկան կվառի եւ տորթը կներկայացնի Նարեկին։ Դե ինչ սիրելի հետևորդներ, մեր արագ տոնական տորթը պատրաստ է, այս տարբերակով ինչպես ներկայացրեցի, ժամանակ չկա այլ գործեր կատարել, հատուկ ձևավորումներ պետք չի։ Սա բավական է, սրտիկները իր վրա են, գեղեցիկ կվառենք մոմերը, կշնորհավորենք, եթե ուշ կգա տուն Նարեկը կթողնենք սեղանին, ինքը կգա կնկատի, որ իր տոնը մենք շնորհավորել ենք, այսպես, նայեք տեսեք ինչ ախորժելի, ինչ որակյալ, ինքներդ տեսակ ինչ հրաշք տորթ պատրաստվեց, բաղադրությունները, բաղադրատոմսը իմ էջում կա, բայց այսօր դրա ժամանակը չի, որ նորից բաղադրությունից խոսամ, այն ինչ տեսակ ինչ կհետաքրքրի ձեզ, հարցեր կգրեք կպատասխանեմ, տեսակ արագ եւ շատ որակյալ, ընդամենը 3 ձու եւ այսպիսի հրաշք։ Իսկ համը խոսքեր չկան համի մասին։ Դե ինչ, եկեք տեղափոխենք, տեղադրեմ բարի հարթակի վրա, Նարեկը կգա կշնորհավորենք իր տոնը, այսպես։ Եվ մի փոքր հետաքրքիր տարբերակ է տոնի նվերի առիթի հետ կապված, այսպես ասեմ, իհարկե բացի տորթը, ես ու Կարինկան միասին գնել ենք, պատվիրել ենք նվերը, բավականին շուտ էլ եկել տեղ հասել կրկին, նվերը կրում է, հագնում է շատ գեղեցիկ բաճկոն, տոնից շուտ նվերը տեղ էր հասել, արդեն ինքը վայելում է այդ նվերը, այսօր էլ կներկայացնենք կհյուրասիրենք տորթը եւ կասենք տոնը շնորհավոր, մեր հայկական բանակում ծառայած սիրելի զինվոր։ Դե ինչ սիրելի հետևորդներ, կհանդիպենք հաջորդ տեսանյութ վլոգին։ Իսկ վերջում Իսկ այստեղ Կարինկան է, դասավանդում է իր ուսանողներին, այո, հենց սկսնակ, եւ սկսնակ ուսանողներին, եւ հենց ինքը սկսնակ, իր անցած յուրաքանչյուր օրվա գիտելիքը փոխանցում է հենց այնպես, անվճար, մնացած ցանկացող նոր ուսանողներին, որով էլ ավելի ամրապնդելու իր օրվա ստացած գիտելիքը, շատերի համար հաճելի, շատերին քննադատող, մյուսներին նախանձով, իսկ ես հորդորել եմ չլսել ոչ մեկին, ապա Կարինկան իր փոքրիկ մատիկներով, բայց հստակ խոսքով, բառապաշարով, մեծ վստահությամբ կատարում է իր գործը, անկախ ամենից, հետագայում այն կշարունակի թե ոչ, այլ մասնագիտություն կընտրի, ինչ այլ ոլորտներում առաջընթաց կունենա, միևնույն է, թող այս պահին անի այն, ինչ իր սրտին ցանկալի է։ Ինձ համար շատ հուզիչ է տեսնելով իրեն այս կարգավիճակում, այսքան սիրով ինչ-որ աշխատանք կատարելիս։ Ինչ էլ կլինի հետագայում, կարևորը այս պահին, այս ոգևորությունը եւ այսքան շատ խոսքերն ու գովասանքներն են նաեւ կարևոր Կարինկայի համար իր ուսանողների կողմից։ Որ մեր աշխատանքը ավելի երկար պահպանվի մեր բնական եղունգի մակերեսի վրա։ Տեսեք, որ բազմացում է, օրինակ թանկարժողական այս կողքից այդ հատվածից կարա լինի շերտազատում։ Ինչի համար է հատվածից։ Որովհետև բազան հանդիսանում է կարելի ասել երկկողմանի սկոչ։ Մեր բնական եղունգի եւ այն նյութի միջև, որը որ կսում ենք մեր եղունգին։ Այսինքն գունավոր գելերն ու մոտավորապես ցույց տա, որ հասկանաս, այս սովորական գունավոր գելերը, իրանք տարբեր ֆիրմաների, տարբեր տեսակների լինում են։ Այսինքն, երբ որ դու իր վրայից միանգամից սկսեցիր արդեն այս նյութը, ու իր տակը կսված չի լինի բազա, այդ քո նյութը կպչունության որևիցե հիմք չի ունենում։ Դե ինչ, թող Աստված յուրաքանչյուրին տա իր հաջողությունը, ինչպես ասում ենք, տա իրենց սրտով, բոլորին, իրենց կամեցողությամբ, իրենց ուղղորդված մտքերով, իսկ Կարինկային ցանկանում եմ մայրական սիրով մեծ հաջողություններ։
Կարինե ջան, շատ շնորհակալ եմ ձեզ ինձ կրկին հավելյալ գիտելիքներ տալու համար։ Անչափ շնորհակալ եմ, կփորձեմ ձեզանից էլի հաճելի եւ կարևոր խորհուրդներ ստանալ, հաստատ կապս կպահեմ ձեր հետ։ Անչափ շնորհակալ եմ, որ դուք այդ կարգավիճակում 2 ժամ տրամադրեցիք ինձ ու լրիվ անվճար առանց գումարի։ Ես հասկացա, որ այս կյանքում ամեն ինչ չի գումարի մեջ, շատ շնորհակալ եմ, նորից եմ ասում ու Աստված ձեզ լիքը հաջողություններ տա։